Մենք վերադարձանք եւ արդեն մեր տաղավարում են մեր այսօրվա առաջին հյուրերը։ Հասմիկ Ապրեյան, ԵՊՀ ուխ նախագահ, Էրիկ Բաղդասարյան, ԵՊՀ ուխ մշակույթի հանձնաժողովի նախագահ, Սերոբ Սերոբյան, ԵՊՀ ուխ Լեոնիդ Ազգալցյանի անվան մարտական պատրաստվածության ակումբի նախագահ, Հրաչ Խալաթյան, ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուխ նախագահ, ապրիլի 14-ը համարվում է ԵՊՀ ուսխորհրդի ծննդյան օրը։ Այն հիմնադրվել է 1994 թվականին։ Ինչով են զբաղված ուսխորհրդում, ինչ են անում, արդյոք այստեղ ներգրաված են ուսանողները, թեթևացնելով մյուսների առօրյան, կպարզենք հենց այսօր մեր հյուրերի հետ։ Բարի առավոտ։ Այսօր հյուրընկալել ենք ուսխորհրդի նախագահներին մեր տաղավարում Երևանի պետական համալսարանի։ Եկեք մենք ընդհանրական խոսենք, մարդ, ով երկար տարիներ ներգրավված է եղել ուսխորհրդի մեջ, հետաքրքիր է այս տարիների ընթացքում ինչ-որ բան փոխվել է ավելի, եթե համեմատական անցկացնենք, ինչ նորամուծություններ կան ուսխորհրդներով, առհասարակ ինչով եք զբաղվում։ Բարև ձեզ, շնորհակալ ենք մեզ ձեր տաղավարում հյուրընկալելու համար, ինչպես արդեն նշեցիք, վաղը լրանալու է մեր ուսանողական խորհրդի 32 տարին։ Այս տարիների ընթացքում բնականաբար մի շարք ծրագրեր, նոր ձևաչափեր եւ այլն փոփոխություններ են գրել, բայց այն առաքելությունը, որը որդեգրվել է դեռևս 32 տարի առաջ, մինչ օրս նույն ոգով շարունակվում է։ Այսինքն այն գաղափարախոսությունը, արժեքները, նպատակները, որոնք ունի ուսանողական խորհուրդը իր առջև դրված, դրանք լիարժեքորեն կատարվում է։ Այն է ուսանողների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը, ուսանողների համալսարանի կառավարման մասնակցության ապահովումը, ինչպես նաեւ իրենց հոգեվոր, բարոյական, արդեն մշակութային, սպորտային, գիտակրթական, ոչ ֆորմալ մասնագիտական զարգացումը ապահովելը եւ այդ ամենը այսօր եւ այդ նույնպես իրագործվում է։ Ինչ կառուցվածք ունի ուսխորհուրդը եւ ինչպես է ընտրվում նախագահը։ Ուսանողական խորհուրդները մենք ունենք ֆակուլտետային ստորաբաժանումներ, մեծ մոտ ֆակուլտետները 20 են եւ յուրաքանչյուր ֆակուլտետ ունի իր առանձին ստորաբաժանման ուսանողական խորհուրդը, ինչպես նաեւ ուսանողական խորհուրդը իր մեջ ներառում է կառուցվածքային տարբեր ստորաբաժանումներ, դրանք են հենց մշակույթի հանձնաժողով, սպորտի, գիտակրթական, արտաքին կապերի, մոնիտորինգի եւ զարգացման հանձնախումբը, մարտական ակումբը, գիտարշավական, բանավեճի, ինչ որտեղ երբի եւ այլն, այսպես շարունակական չնշեմ, դրանք բոլորը միտված են ուսանողների զարգացվածությունը ընդհանուր առմամբ, ակադեմիական գիտակարգերից զատ նրանց հետաքրքրությունները, ինչպես նաև այդ ամենը իրենց մեջ զարգացնելը, նոր զարգ տալը, ինչպես նաև ընդհանուր աշխարհաքաղաքացի լինելու համար արդեն ընդհանրական համադրական գիտելիքների ձեռքբերումը։ Իսկ ստորաբաժանումների ուսանողական խորհուրդների նախագահները ընտրվում են մի քանի փուլերով, այսինքն դեռևս ընդունված ուսանողները առաջի կուրսում, երբ որ ձևավորվում են իրենց միջի որակական գնահատականը, ընտրվում են անդամներ, արդեն 100-ից 1 ուսանողը, երբ որ ունենում են արդեն 13 եւ ավելի միջի որակական գնահատական, որից հետո ուսանողական խորհրդի, այսինքն անդամների խորհուրդը ֆակուլտետային իրենց միջից փակագաղտնի քվեարկության արդյունքում ընտրում է արդեն ֆակուլտետային ուսանողական խորհրդի նախագահին։ Դա տարբերվում է բնականաբար ընդհանուր ուսանողական խորհրդի նախագահի ընտրությունից, ձևաչափը մի քիչ ավելի բարդ է, արդեն պատվիրակների խորհրդի կազմից են ընտրվում, հետո նախագահության կազմից, էլի փակագաղտնի քվեարկության արդյունքում ձայների մեծամասնության շնորհիվ ընտրվում է արդեն վստահում է այդ պատասխանատու աշխատանքը արդեն կենտրոնական ուսանողական խորհրդի նախագահին։ Եվ քանի տարի է նախագահը աշխատում այդ պաշտոնում։ Նախագահը աշխատում է 2 տարի ըստ ընտրվան օրից եւ այդ, բայց բնականաբար ընտրվելու հնարավորություն նույնպես ունեն։ Այո, վերընտրվել։ Գրեթե նույնն է, ինչ որ կատարում է մեր քաղաքական դաշտում, չէ՞։ Մոտիկ շատ։ Եթե ավելի առարկայական խոսենք, ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի նախագահն եք, ինչ միջոցառումներ են իրականացվում, որտեղից եք աջակցություն ստանում հենց համալսարանից, եթե օրինակ ինչ-որ ֆինանսական աջակցություն է պետք լինում կամ այլ տեսակի աջակցություն, եւ մի քիչ խոսենք առարկայական, թե կոնկրետ ինչ է արվել ձեր նախագահության շրջանում։ Շատ լավ։ Ես արդեն երկրորդ տարին է ինչ նախագահում եմ հանձնաժողովը, ու մենք ունենք շատ տարբեր ծրագրեր, որոնք թե բովանդակային են, թե առհասարակ ժամանցային բնույթ են կրում։ Մենք ունենք ծրագրեր, որոնք երաժշտական են, պարային են, այսինքն մրցույթներ են իրականացնում ֆակուլտետների եւ տարբեր ստորաբաժանումների միջեւ, որպեսզի կարողանանք այդ ոչ ֆորմալ միջավայրը նաեւ ապահովել, որովհետեւ մենք ունենք կենսաբանությունում կամ իրավագիտությունում սովորող ուսանողներ, որոնք նաեւ տաղանդավոր են երգի, գեղանկարչության կամ այլ ասպարեզներում, ու շատ կարեւոր է նաեւ այդ ռեսուրսը օգտագործել ու մարդկանց տրամադրել հարթակ ինքնարտահայտման համար։ Դա է ձևաչափը, որ կարողանում ենք մրցույթներ կազմակերպել։ Մենք ունենք նաև արդեն երկրորդ տարին անընդմեջ շատ ազգագրական ծրագրեր, որոնց նպատակն է
ոգեղենության բարձրացումը, հայրենասիրության ճիշտ գաղափարների ներդրումը ուսանողների շրջանում, որովհետև ես գոնե գիտեմ իմ աչքի վրա զգացած, որ երբ ուսանող էի առաջին կուրսում չէի տիրապետում որևէ ազգային բարի կամ մի փոքր ավելի վատ էի համակարգ ասվածը պատկերացնում, թե ինչ է իրենից ներկայացնում ճիշտ հայի կերպարը, այսպես ասած, բայց ընթացքում մեր ծրագրերին մասնակցելով ես ձևավորեցի իմ մեջ ինչ-որ պատկերացում ու փորձում եմ արդեն որպես ավագ կուրսեցի կարողանալ ավելին անել ու կազմակերպել նոր հարթակներ ստեղծել այդ ամեն ինչի համար։ Մենք ունենք շատ ծրագրեր, որոնց նպատակն է տարբեր բանախոսների ներգրավմամբ կազմակերպել բանախոսություններ, պանելային քննարկումներ, կազմակերպել ազգային ավանդական բարերի ուսուցումներ ու առհասարակ այս մշակութային կողմով փորձում ենք նաև զարգացում ապրել, ավանդականը բերում ենք նաև ժամանակակից աշխարհ ու փորձում ենք պատկերացում տալ, հիշենք ոնց որ այսպես ասած բան անենք, բերենք այն իրականություն, որը կա ժամանակակից սարքենք այդ ամեն ինչը ու նաև ցուցադրենք, թե ինչ գեղեցիկ է եղել իրական հայկականը։ Այս մասով մենք ուզում ենք անել լավագույնը ու առավելագույնը, որ կարողանանք ապահովել թե ժամանցային ծրագրեր ուսանողական խորհրդում ներգրաված մարդկանց համար, որ ապահովենք իրենց ոչ ֆորմալ ժամանցային միջավայրը, թե նաև գաղափարական ու բովանդակային մասին ենք ուշադրություն դարձնում, որը թերևս ամենակարևորներից է, էլի։ Այսինքն երկու ուղղությամբ ենք փորձում։ Լավ, այ Լեոնիդ Ազգալցյանի անունը կրող, չգիտեմ, ակումբը ինքը մի քանի անգամ ավելի պատասխանատու է դարձնում, հաշվի առնելով Ազգալցյանի թե գաղափարները, որոնք շատ մարդկանցից, չգիտեմ, ռադիկալ ձևով տարբերվում էին, թե պատերազմների հետ կապված, թե առհասարակ, այ ինչով եք զբաղվում, ինչ եք անում, ինչպես այդ հատվածը կոչվեց հենց Լեոնիդ Ազգալցյանի անունով։ Միանշանակ Լեոնիդ Ազգալյանի անվան մարտական պատրաստության ակումբի ղեկավար լինելը իրենից մեծ պատասխանատվություն է ենթադրում, քանի որ Լեոնիդ Ազգալյանը իր տեսակով, թե որպես ակադեմիական, թե որպես ռազմահայրենասիրական եւ թե որպես մարդ տեսակով պետք է օրինակ լինի յուրաքանչյուր հայի եւ նամանավանդ յուրաքանչյուր երիտասարդի համար։ Լեոնիդ Ազգալյանի անվան մարտական պատրաստության ակումբը հիմնականում զբաղված է մեր հիմնական գործառույթը այն է, որ մենք կարողանանք եւ ազգայինը, եւ ռազմահայրենասիրությունը, եւ հայրենասիրությունը կարողանանք ներարկել այն երիտասարդության մեջ, որոնք մի փոքր ավելի տեղյակ չեն, քան մնացածը։ Հիմնականում իրականացվում են այցեր, իրականացվում են ռազմարշավներ, իրականացվում են զինվորականության ու բանակի հետ կապված բանախոսություններ ու քննարկումներ, որպեսզի ավելի տեղեկացված լինեն ուսանողությունը։ Վերջին արշավը տեղի ունեցել մեծ փառախադեմ, ունեցել ենք այց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա եւ Վազգեն Սարգսյանի անվան թանգարան։ Այսպեսով փորձում ենք ամեն կերպ ավելի մոտեցնել այն հերոսական մարդկանց ու հերոսական իրադարձություններին, որոնք եղել են ժամանակին, սակայն հիմա որոշ ժամանակ անց մի փոքր ավելի նորարարությունների եւ հիշվելու կարիք ունեն։ Իսկ աղջիկների ներգրավվածությունը, որը շատ այսպես թիրախային խնդիր է, ներգրավել նաև աղջիկներին, ո՞նց է գնահատում աղջիկների ներգրավվածությունը։ Իրականում աղջիկները ավելի շատ են, քան տղաները։ Ունես դուր եկա։ Զարդոն պայման իրենց այցելության գնա մի անգամ։ Սիրով։ Որն է ձեր ներգրավվածությունը ուսանողական խորհրդում։ Ինչպես Հասմիկը արդեն նշեց, ուսանողական խորհուրդը ունի մի շարք կառուցվածքային ստորաբաժանումներ եւ ամեն կրթական ստորաբաժանում համալսարանում, այսինքն ամեն ֆակուլտետ տվյալ պարագայում ունի իր առանձին ուսանողական խորհուրդը։ Ես հանդիսանում եմ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի ուսանողական խորհրդի նախագահը։ Շատ բարդ։ Այո։ Ինչ անել, ինչ եք անում։ Շատ ամենօրյա ծանրաբեռնված եւ հագեցած գործունեություն է ծավալում կոնկրետ մեր ֆակուլտետի ուսանողական խորհուրդը եւ բնականաբար նաեւ բոլոր ֆակուլտետների ֆակուլտետային ուսանողական խորհուրդների հիմնական խնդիրն ու նպատակն այն է, որ բացի ակադեմիական միջավայրից, այսինքն բացի այն հնարավորություններից, որ համալսարան ու ֆակուլտետն է տալիս ակադեմիական զարգացվածությունն ապահովելու համար, փորձել գտնել այլ հնարավորություններ, այլ կապեր ուսանողների մոտ ոչ ֆորմալ կրթության զարգացվածությունը բարձրացնելու համար։ Կոնկրետ մեր պարագայում մենք փորձում ենք շարունակական համագործակցություններ ձեռք բերել ոլորտի IT ընկերությունների հետ։ Եթե փորձեմ այսպես թվերով խոսել, նախորդ կիսամյակի ընթացքում 15-ից ավելի IT ընկերությունների հետ մշտական համագործակցություններ ենք ձեռք բերել, որի ընթացքում կարողացել ենք մեր մի շարք ուսանողներին հնարավորություն տալ միանգամից աշխատանքի անցնել այդ ընկերություններում կամ գոնե internship-երի հնարավորություններ ստեղծել։ Դա կարծում եմ շատ լավ հնարավորություն այն ուսանողների համար, ովքեր գալով համալսարան
ամենօրյա զուտ ակադեմիական դասերից բացի չեն գտնում հնարավորություն, թե ինչպես կիրառել իրենց գիտելիքները ոլորտում ապագա մասնագետ դառնալու համար, ուսանողական խորհուրդը նաև խթանում է այդ աշխատանքը զարգացնելու ուղղվածությամբ։ Հիանալի։ Շատ լավ։ Հասմիկ, ինչ նոր ծրագրեր կան, որոնք որպես ընդհանուր, հա, ուսխորհրդի նախագահ, որ օրինակ մտածում եք, այս ծրագիրը պակասում է, արժի սրան մի քիչ ավելի շատ ուշադրություն դարձնել կամ ինչ որ ծրագրեր կան, որոնք ուզում եք առաջիկայում, չգիտեմ, կիրառել։ Քանի որ այսօր տոնական եթեր ենք մենք այսօր համեցել, վաղը մեր ծննդյան օրն է ու այսօր առավելապես խոսելու ենք հայեր ներկայացումից, որը մեկ անգամ արդեն իսկ բեմ է բարձրացել համալսարանական շատ ավելի փոքր միջավայրում, մարտական ակումբի 10-ամյակին նվիրված նոյեմբերի 23-ին եւ վաղը արդեն նորացված, թարմացված տարբերակով ժամը 6-ին Հակոբ Արոնյանի պատանի հանդիսատեսի անվան թատրոնում արդեն բեմ է բարձրանալու հենց հայեր ներկայացումը ազգային ոգով, ազգային ծիսակարգերի անվանդական մշակույթի պարունակությամբ, այդ ամենի մասին Էրիկը ավելի մանրամասն կխոսի, բայց եթե ծրագրերից ընդհանրական խոսեմ, ուսանողական խորհուրդը մշտապես ամենօրյա իր աշխատանքով է փորձում ուսանողության կարիքները գեներացնել եւ ըստ դրանց իրականացնել նոր ձևաչափեր, ծրագրեր, առաջիկայում ունենք հեքիաթոց ծրագիրը, որը խելահեղ, այսպես ասած, տոն է ուսանողական միջավայրում, որտեղ գաղափարը մեկ օրվա ընթացքում 24 ժամվա ընթացքում գեներացվում է եւ թղթին է հանձնվում որպես ամբողջական ծրագիր։ Ունենք այս պահին ընթացող արի մրցենք միջֆակուլտետային առաջնությունը, որը եւ սպորտային եւ ինտելեկտուալ եւ գիտակրթական եւ մշակութային ֆրոնտներով այսպես ամբողջությամբ բոլոր 20 ֆակուլտետներում արդեն իրականացվում է, ընթանում է, մայիսին կունենանք նաեւ վերջնարդյունքը դրա եւ արդեն առանձին ֆակուլտետներն իրականացնում են սպეციფიկ ծրագրեր իրենց մասնագիտական արդեն հարիր իրենց մասնագիտական ուղղվածությանը հատուկ։ Բացի դրանից պետք է առանձնացնեմ իրազեկումները ուսանողական խորհրդի ծրագրերից, որոնք մշտապես կարիք ունեն բարելավվելու, մշտապես իրականացվում են, քանի որ եթե ուսանողը իրազեկ չէ, ապա պաշտպանված չեն, բոլորս էլ գիտենք, որ իրավունքների պաշտպանությունը դա համար 1, համար առաջին եւ ուսանողի կարգավիճակը հաստատող ամենակարևոր իրավունքն է, որը պետք է իրականացվի, շահերը պաշտպանվեն ու դրա համար դա անընդհատորեն իրականացվող գործառույթ է, որը բնականաբար ունի բարելավման, լավարկման կարիք։ Հասմիկ, եթե փորձենք մի քանի բառով ներկայացնել, ինչ խնդիր է լուծում ուսխորհուրդը ամբողջ համալսարանի համար։ Ուսանողական խորհուրդը մի քանի կարևոր խնդիր է լուծում, այս պահին ամենակարևորը ուսանողները բնականաբար ստանում են ուսանողական մեյլերով ծանոթություններ, իրավունքների մասին փորձում են ֆորմալ կերպով ծանոթանալ, բայց այդ ամենը բնականաբար այդքան էլ լավ չի աշխատում։ Ուսանողական խորհուրդը առաջին հերթին փորձում է ամբողջ համալսարանի ուսանողության իրավունքներն ու շահերը պաշտպանել, ինչը թերևս կարող եմ գոհունակությամբ ասել, որ բնականաբար ստացվում է եւ կարողանում ենք լուծել շատ խնդիրներ ուսանողական միջավայրում, որոնք արդեն հանդիպում են առանձին եւ ամենակարևոր երկրորդ խնդիրը կասեմ, համալսարանում ուսանողները կարողանում են մասնակցել համալսարանի կառավարմանը։ Դա իրականում էականորեն մեծ ազդեցություն է գործում արդեն համալսարանում կայացվող որոշումներին, հետագայում դրանց ուսանողների մասնակցության, հարցերի բարձրաձայնման եւ բնականաբար որոշումներում կայացման այդ ուղղվածությունը տարորոշելու համար։ Ուսանողական խորհուրդը համակազմով ներկայացուցչություն ունի բոլոր կառավարման մարմիններում, այն է հոգաբարձուների խորհրդի կազմում, գիտական խորհրդի կազմում եւ արդեն առանձին կրթական ստորաբաժանումների գիտական խորհուրդներում, բոլոր խորհուրդներում, այսպես ասած, ուսանողական խորհուրդը ունի 25% մասնակցություն, ինչի եմ ասում ուսանողական խորհուրդը, իրականում դա սովորող անդամներն են, բայց քանի որ ներկայացուցչական ընտրովի մարմինը համալսարանում միայն ուսանողական խորհուրդն է, հետեւաբար ուսանողական խորհուրդն է ընտրում այդ ներկայացուցչությունը, բնականաբար ըստ իրենց նորմատիվ արդեն պահանջվող կարգի համաձայն բնականաբար արժանի լինելով ու այդ հասարակական ակտիվությունը ապահովելով, որը նաև շատ կարևոր է իրականում ուսանողների ձայնը բարձրաձայնելու եւ այդ խնդիրներին անմիջական լուծումներ տրամադրելու համար։ Վաղը, ինչպես դուք էլ նշեցիք, տոնական օր է, ինչ հետաքրքիր միջոցառումներ կան, մի քիչ մանրամասնենք ներկայացման հետ կապված, ովքեր են դերակատարները, ոնց է այդ ամեն ինչը ստեղծվել եւ կազմակերպվել։ Իրականում մենք առավոտյան միշտ ունենք մեծ ընդլայնված նիստ, որի մասնակցում են 600-ից 700-ից ավելի ուսանողներ, բնականաբար ավելին կմասնակցեին, բայց մենք ֆիզիկապես տարածքային մի փոքր խնդիր ունենք համալսարանում, բայց ուսանողական խորհրդի անդամները առավոտյան ունենում են ընդլայնված նիստ, իրենց տարվա հաջողությունները, ձեռքբերումները, ինչու՞ չէ նաև ձախողումները, առաջնահերթությունները, նպատակները միասին
վերաիմաստավորելու, վերականխորոշելու համար ու դրանից հետո արդեն երեկոյան ժամը 6-ին ունենալու ենք արդեն ֆորմալ ներկայացման հանդիսավոր արարողությունը, բացումը, իսկ ներկայացման մասին խնդրեմ Էրիկը ավելի մանրամասն ձեզ պատմի։ Սիրով, քանի որ ներկայացումը մեր համար իրապես ու էապես շատ կարևոր է, մի փոքր ես խոսեմ կազմակերպչականի մասին, Հրաչը կխոսի նաև ներկայացման բովանդակության մասին ու գաղափարական հենքի մասին, թե որտեղից ենք նյութերը օգտվել եւ ինչից ենք որպես հիմք վերցրել մեզ համար։ Ներկայացմանը մասնակցում են 20 կրթական ստորաբաժանումներից մոտավորապես 28 հոգի ուսանողներ, դա իրենից ներկայացնում են բավական շատ խիտ գրաֆիկով մարդկանց հետ համատեղ աշխատանք, որը բավական բարդ է, քանի որ յուրաքանչյուրը ունի իր առանձին ծանրաբեռնվածությունը ու պիտի հասցնես դասերի աշխատանքի արանքում ժամեր գտնես փորձերը կազմակերպելու առաջ։ Քանի որ սա պատասխանատու ելույթ է մեզ համար, փորձում ենք անել առավելագույնը, որ կարողանանք ու հաջող գիշերը մինչև ուշ 10-11-ը մնում ենք համալսարանում փորձեր ենք իրականացնում, բայց վստահ եմ ավելի քան որ վաղը մենք այդ ամեն ինչը կարողանալու ենք վայելել վերջին օրը, որովհետև տենց զգացողություն ունենք, որ մենք պիտի սա անենք որպես հայ երիտասարդներ ու երկու ոտքի վրա ամուր կանգնելով ասենք, որ դա արել ենք։ Մեր փորձերը իրականում շատ հետաքրքիր են անցնում, որովհետև յուրաքանչյուրս ոչ թե ասում ենք սա պիտի արվի, այլ քննարկում ենք անում, որ հասկանանք լավագույն տարբերակը որն է, որ մենք ուզում ենք իրականացնել։ Մի հետաքրքիր բան կա, որ շատ կուզեի ասել, 28 հոգու մեջ մենք խոսում ենք իրականում հայկական ավանդական պարերի ու ծիսական արարողությունների մասին, բայց մեր ընկերներից մեկը եզդի է ազգությամբ, ով բացառապես շատ հավասար ու նաև մեզանից առավել կարողանում է տիրապետել այդ ամեն ինչին ու պարել նույն ոգեղենությամբ, ոնց պարում ենք հայկական պարեր առհասարակ։ Սա շատ հետաքրքիր է նաև մեր մասով, որ մենք ունենք բացի հայ առաքելական եկեղեցու հետևորդից զատ, ունենք նաև ունենք ազգությամբ եզդի, ով բավական հետաքրքիր փոխառություն է նաև լինում, էլի այս մասով։ Պիտի ասեմ, որ ունենք շատ ընկերներ համալսարանի տարբեր ստորաբաժանումներից, ովքեր մեզ օգնում են այս ամեն ինչը կազմակերպելու գործում, ինչպես նաև ունենք շատ օգնող sense դրսի ուժեր, ծնողներն են, ծնողական համայնքն մեր կողքը միշտ կանգնած, sense ամենտեղից յուրաքանչյուրը իր ներդրումն է ուզում անել, ու մեր խնդիրն է այսպես ասել, որ 21-րդ դարի երիտասարդը եւս կարողանում է պահպանել այն արժեքները, որոնք դարավոր փոխանցվել են հայ ժողովրդին ու թերևս ամենակարևոր հենքն է, որովհետև 21-րդ դարում եթե դու չունենաս ազգապահպանություն, կարծում եմ կձուլվես ուղղակի որպես այդպիսին մնացած բոլոր ժողովուրդներին ու չես տարբերվի այն ամեն ինչով, ինչով տարբերվել ես։ Ու մի կարևոր բան եմ միշտ սիրում ասել, հայ լինելը բավական բարդ է, որովհետև լինել ֆրանսիացի, իտալացի իմ կարծիքով մի քիչ ավելի հեշտ է, որովհետև հայը որ ծնվեց, ինչ որ արժեհամակարգի մեջ է արդեն իսկ ինքը ձևավորվում ու այդ արժեհամակարգին հետևելով զարգանալը բավական դժվար երևույթ է։ Շնորհակալություն։ Մենք հիացած ենք եւ վստահ ենք, որ վաղը շատ հետաքրքիր բեմական ներկայացում եք ունենալու։ Հուսանք, որ մենք էլ կհասցնենք գոնե ներկա լինել, որովհետեւ սա իսկապես շատ կարեւոր տոն է։ Շնորհակալություն, ձեզ մաղթում ենք հաջողություն եւ թող բոլոր այն գործերն, ինչ պլանավորել եք, ի կատարր լինեն։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, հուսանք իտալացիները եւ ֆրանսիացիները չլսեցին հայերը։ Եվս մեկ անգամ շնորհակալ ենք, իսկ այս պահին առաջարկում եմ գնանք դիտենք գովազդ, վերադառնանք եւ շարունակենք։